Սուրբ Գիրքը հստակորեն մեզ ցույց է տալիս, որ Տիրոջ համար չկան մեռածներ, եւ Հիսուս երբևէ հավատացյալ մարդու կամ սուրբի համար մեռած բառը չի օգտագործում։ Հովհաննեսի ավետարանի մեջ Հիսուս ասում է. «Նա ով ինձ հավատում է, թեպետև մեռնի, պիտի շարունակի ապրել»։ Ուրեմն Հիսուս մարմնավորից ֆիզիկապես մահացած մարդուն երբեք մեռել չի կոչում, այլ ննջեցյալ, իսկ ննջած մարդը նաև ողջ է եւ պիտի շարունակի ապրել, արդեն ցույց է տալիս, որ մահը պարզապես երկինք տեղափոխվող գործողություն է, որ հավիտենական կյանք ես մտնում Քրիստոսի ներկայության մեջ։ Հաջորդ համարը ավելի դիպուկ է Տերը խոսում։ Ասում է. «Նա ով ողջ է հավատում է ինձ, նա երբեք չպիտի մեռնի»։ Երբեք չպիտի մեռնի ցույց է տալիս, որ մահը պարզապես միջոց է մարդու համար երկրից երկինք տեղափոխվելու, իր ներկայության մեջ ապրելու։ Իսկ Քրիստոսի ներկայության մեջ ապրող մարդը երբեք չի կարող մեռած համարվել, որովհետև Տերը ողջերի Աստվածն է, ոչ թե մեռելների Աստվածը։ Եթե մենք մերժում ենք մեզանից առաջ ննջած հավատացյալի կամ սուրբի ողջ լինելը, ապա մենք ինչպես պետք է հասկանանք Հիսուսի հետևյալ խոսքը, երբ նա խաչի վրա ասաց խաչված ավազակին. «Ճշմարիտ եմ ասում, այսօր ինձ հետ դրախտում կլինես»։ Ինչ է նշանակում դրախտում լինել։ Արդյոք նշանակում է մահանալ, գնալ դրախտ Տիրոջ ներկայության մեջ եւ շարունակել մեռած լինել։ Ինչպես կարող է անմահի կողքը մարդը լինել եւ մեռած համարվել։ Ինչպես կարող է մարդը դրախտում լինել ու մեռած լինել։ Դրախտը հենց ինքը Քրիստոսի ներկայությունն է։ Ուրեմն Քրիստոսի ներկայության մեջ մարդը չի կարող մեռած լինել, այլ հակառակը, նա ողջ է, ապրում է, զգում է եւ տեսնում է։